Ինչից կարող ենք հասկանալ երեխան մեր խոսքը հասկանում է թե ոչ, հրահանգների կատարելուց, օրինակ, պարզ հրահանգներ են երեխային տալիս, գնդակը տուր, չենք ասում ֆլամինգոն տուր կամ պանդան տուր, գնդակը երեխան անընդհատ տեսնում է, խաղում է, մենք անվանում ենք, մենք վստահ ենք, որ երեխան գիտի դա ինչ է, ճիշտ է։ Մենք ասում ենք երեխային գնդակը տուր, եթե նա նայում է մեզ եւ կարծես չի հասկանում մենք ինչ ենք իրենից պահանջում, դա արդեն մեզ անհանգստություն պետք է պատճառի, որպեսզի մենք դիմենք մասնագետի։ Շատ անգամ ծնողներն ասում են, չէ, երեխաս ամեն ինչ էլ անում է, ինչ հրահանգ տալիս եմ անում եմ, գել ծնողը ձեռքերը բարձում է, կանչող ձեռքերի շարժումով, հայացքով ցույց է տալիս արի մոտս։ Երեխան վազելով գալիս է։ Ես ասում եմ ծնող ջան, դուք հուշեցիք ձեր բալիկին, ինքը արդեն հասկացավ ձեր ժեստերից, որ դուք կանչում եք իրեն։ Ապա փորձեք նույն բան անել առանց ձեռքերի շարժումների, գլխի շարժումների, ուղղակի նայել իրեն եւ հրահանգը տալ։ Այդ ժամանակ կկատարի թե ոչ։ Այս է կարևոր։ Թե չէ երեխաները շատ անգամ իրոք շարժումներից, իրադրություններից հասկանում են։ Օրինակ, մենք սկսում ենք պատրաստվել, որ դուրս գանք տնից, երեխան սկսում է ինքն էլ պատրաստվել, իր կոշիկները բերել եւ այլն։ Մայրիկ ասում է, դե ես ասեցի գնա կոշիկներդ բեր, գնանք դուրս, բայց դու համել սկսեցիր պատրաստվել։ Այսինքն ինքը հնարավոր է քո գործողություններից հասկացա, որ արդեն դուրս գնալու ժամանակն է։